Deep Parenting-ի սիրելի համայնք։ Մենք վերսկսում ենք սրտին ու մտքին դիպչող զրույցների շարքը ծնողների հետ, ծնողների համար, ծնողավարության մասին։ Այն արձագանքները, որ տալիս էիք դադարի մի քանի ամիսներին, անասելի երջանկացնող էին եւ պարտավորեցնող շարունակելու։ Ձև չեմ անի իբր ինքս չէի ուզում, բայց նորությունների կարիք ունեի եւ այդ նորությունները եկել են։ Բացի հին ու բարի ոդքասթային ֆորմատից, որին բոլորը ծանոթ եք, կունենանք նաև նոր շարք Deep Parenting Special, յուրահատուկ ծնողավարության փորձառությամբ մարդկանց հետ զրույցներ, ովքեր որևէ չափանիշով համարվում են հատուկ ծնողներ, ունեն հատուկ կարիքներով երեխաներ, ապրել են կյանքում հատուկ դեպքեր, իրենք են հատուկ ծնողներ։ Այստեղ կադրում լինելու են միայն ծնողները, իրենց հույզերով եւ հույսերով։ Կունենանք նաև Deep Parenting Insights շարքը, որը մեր թիմում կոչում ենք խոսող գլուխ։ Այստեղ կադրում լինելու եմ միայն ես, կարճ ռիլերի ու շորթերի ձևաչափով կպատմեմ իմ ինսայթների, բացահայտումների, գիտակցումների, իմաստնությունների մասին, որոնք սովորաբար գալիս են միայն տարիքի հետ։ Եվ վերջապես, Libra հոգեբանական կենտրոնի հոգեբանների հետ մենք սկսում ենք նոր զրույց վերլուծությունների շարք մարդկային հոգեբանությանը եւ փոխհարաբերություններին առնչվող բազմազան թեմաների շուրջ, վերցված առօրյա կյանքից։ Մի խոսքով հետ չմնաք, սոցցանցերում մեզ հետևեք, բաժանորդագրվեք YouTube-յան ալիքներին, իսկ ես իմ կողմից խոստանում եմ կլինի օգտակար եւ հետաքրքիր։ Գնացինք։ Ես պայքարել եմ, որովհետեւ տատիկները ուղակի 24/7 կանգնած էին, որպեսզի հարցակվեն։ Հարցները բամբասում են սկեսուրներից, պետք չի շատ դրամատիզացնել, իրենք ասում ու գնում են, չեն հասկանում, թե որքան են քեզ տրավմատիզացնում։ Ես սրանից շատ եմ տառապել։ Միայն այն, որ հեռուստատեսությունում եմ աշխատում, չպետք է ինձ դրանից հեռու պահեր։ Սա կանցնի մի օր։ Ես չեմ հասկանում բլոգեր մամաները ոնց են անում, ինչի իրանց տունը միշտ մաքուր հավաքած, երեխաները այդքան կոկիկ, իրենք հարդարված, մազերը սիրուն սարկած, դե հիմա մենք էլ տանը ունենք շատ մեծ երեխաներ եւ փոքր, ես այդքան ժամանակ չունեմ։ Ես բավականաչափ գինի եմ խմել։ Հիմա թողեք այդ երկու գուլպան հագցնեմ, հետո ես ինքս կհասկանամ դա ճիշտ էր թե սխալ։ Վերջի 20 տարին երեխա եմ մեծացնում, դրա համար վերջնականապես շփոթվել եմ, որն է ճիշտը։ Լավ ծնող լինելու ձգտման մեջ եւ ցուցակի պունկտերի մեջ մտնում են թանկարժեք բրենդային հագուստը, կմտածեք, որ վատ մայր է։ Օհո, հետաքրքիր թեմայի կպակ։ Նախ սկսում ես գիտակցել, որ Ընտրության հարցը դա ամենակարևորը երեխաների հետ լինելն է։ Պատմի, ինձ շատ հետաքրքիր։ Ողջույն։ Այսօրվա իմ հյուրին ծանոթ եք բոլորդ, նա հաղորդավար է, ինձ համար շատ առանձնացող իրենց տեսակով, կարևորությամբ եւ որակով առանձնացող հաղորդումների հաղորդավար, եւ ինչն է շատ հետաքրքիր, ունի հաղորդում ծնողական ժողով, որը վարում է պետական հեռուստաալիքով եւ որն ամբողջությամբ ծնողավարության մասին է։ Նա նաեւ մայր է, 6.5 տարեկան որդու, եւ կարծում եմ այսօր շատ բան կունենանք իր հետ խոսելու։ Հաղորդավար Աննա Ավանեսյան։ Ողջույն Աննա։ Ողջույն, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Այսօր այստեղ եք հիմնական ձեր դերը որպես 6.5 տարեկան Արեգի մայր Աննա։ Աննան տանը 6.5 տարեկան Արեգի մայր եւ Աննան էկրանին։ Դրանք տարբեր Աննաներ են։ Ինչ որտեղ այո, որովհետեւ պրոֆեսիոնալ հաղորդավարը նույնիսկ նախագծից նախագիծ է փոխվում եւ հիմա միաժամանակ երկու նախագծում ես կամ երկուսում եւ ես եմ եւ տարբեր եմ ու բնական է որ տանն էլ մի ուրիշ տեսակի եմ երևի բայց հենց այսօր ընկերուս հետ դրա մասին էինք խոսում որ այդ սոցիալական դերերը իմ շատ չեմ տարանջատում նա պատմում էր որ հայտնի մարդիկ կան ովքեր իրենց շուրջ պատնեշ են ստեղծում եւ կենցաղի իրավիճակներում չեն ուզում հայտնվել օրինակ տնտեսական խանութ մտնել կամ չգիտեմ իրենց տան աղբը թափել ես նման այսինքն այդ իմաստով ինձ հայտնի մարդ չեմ զգում որովհետեւ այնինչ անում են կենցաղում առօրյայում կանայք մայրերը ես անում եմ եւ միայն այն որ հեռուստատեսությունում եմ աշխատում չպետք է ինձ դրանից հեռու պահեր։ Այսինքն հայտնիությունը
չի խանգարում, չի կաշկանդում, չի կտրում բնական առօրյա ընտանեկան հարաբերություններից, կենցաղից եւ այլն։ Չէ, բոլորովին։ Դա չի խանգարում։ Երբ Արեգը տեսնում է, որ ձեզ ճանաչեցին փողոցում, ինչ որ տենց մոտեցան, ասին վայ, մենք ձեզ հետևում ենք, սիրում ենք, Արեգի ռեակցիաներն ինչպիսին են։ Բոլորովին վերջերս է սկսել գիտակցել դա ընկալել, որովհետև դպրոցում են երեխաները ասել, որ երեք մայրիկիդ տեսանք հեռուստացույցով եւ այլն, ինքը տեսնում է իր համար դա նորմալ է, բայց երբ ուրիշների կողմից է լսում, արդեն հասկանում է, որ սա ինչ որ հայտնիության գործոն է։ Եվ քանի որ իմ հաղորդումները տեսագրված են, միշտ այն պահին, երբ հաղորդումը եթերում է, ես իր կողքին եմ։ Մենք տանը ինչ որ պահի հնարավոր է միասին նայենք, բայց վերջերս ուղիղ եթերում եմ եղել եւ Արեգը ծնողներիս տանն էր եւ տվել է ամենատրիվիալ հարցը, որ մաման հիմա ինձ տեսնում է էկրանից այս կողմ, այսինքն նոր գալիս է այդ մտքին, որ մայրիկին շատերն են ճանաչում։ Տղայի մայր լինելը ինձ կներեք, ուղղակի ես չունեմ տղա։ Ես մայր եմ, բայց չգիտեմ այդ ինչ է։ Տղայի մայր լինելը ըստ ձեզ տարբեր մի բան է աղջկա մայր լինելուց, թե մայր է ամեն առումով։ Դե քանի որ ես էլ աղջիկ չունեմ, չեմ կարող լիարժեք ձեր հարցին պատասխանել։ Բայց կարծում եմ մայր է եւ իհարկե նույնիսկ ասում են, որ բազմազավակ մայրերն ասում են, որ երեխայից երեխա, չէ, մոտեցումները դեն փոխվում, վերաբերմունքդ, բայց կարծում եմ հիմքը մեկն է, որովհետև այն բնազդային է, այն բնական է, կան իհարկե որոշակի նյուանսներ, իրավիճակներ, որ տղաների հետ անցնում ես, աղջիկների հետ չես անցնում եւ հակառակը, բայց երևի թե մարդուն տրված է մայր լինելու, ընդհանրապես ծնող լինելու, ինչ հայրերին եկեք չառանձնացնենք, այսինքն մարդու մեջ դրված է իր զավակի, իր ձաքի նկատմամբ բնազդային այդ վարքագծի ամբողջ կոմպլեքսը, բնազդային հորմոնալ, տեսեք ինչքան նաև կենսաբանական հիմքով պայմանավորված է, չէ՞, մեր ծնող լինելը։ Դրա համար կարծում եմ ինքը ունիվերսալ մի բան է։ Լույս սիրում եք։ Ես շատ։ Մեր ոդքասթի այս տաղավարի լուսավորությունն ու հաճելի միջավայրը ապահովել է իր տեսակի մեջ միակ խանութը Երևանում՝ Սկանդիքսը, սկանդինավյան լույսերի եւ կահույքի խանութը։ Արդեն 3 տարի է իմ բնակարանում լուսավորության զանազան տեսակներ կան հենց այդ խանութից եւ ունեմ 0 խնդիր որևէ լույսի հետ։ Սկանդիքսի նոր մեծ խանութում արկա է 350-ից ավել տեսականի ներքին եւ արտաքին լուսավորության համար, ինչպես նաեւ կահույք, բարձր որակ, ճաշակ եւ ամենակարևորը նորմալ գներ։ Սկանդիքսի լույսերն ու կահույքը ներմուծված են միայն Դանիայից, հիմա նաեւ որոշ մոդելներ Իսպանիայից։ Հաղորդեք նոր շունչ եւ տեսք ձեր բնակարաններին, ավելացնելով մեկ, բայց կարևոր եւ գեղեցիկ դետալ։ Գնացեք, հիացեք, սիրահարվեք, ինչպես ես, իսկ գնելիս չմոռանաք ասել կախարդական խոսքերը deep parenting եւ կստանաք հաճելի զեղչեր։ Ընտանիքում դուք միայնակ երեխա եք եղել ոնց հիմա Արեգը։ Չէ, ես եղբայր ունեմ, մեր տարիքային տարբերությունը բավականաչափ մեծ է, 9 տարի, եւ այդպիսի տեսություն կա, չէ, որ եթե 5 տարի տարբերություն կա երեխաների միջև, երկուսն էլ միայնակ երեխա են համարվում։ Այո, միակ ընտանիքում։ Ես դա կարող եմ փաստել, իմոնց միջև տարբերությունը 7 տարի է, ու հաճախ եմ այս ոդքասթում էլ դրա մասին խոսել, որ շատ տարբեր հետաքրքրությունների ինչ որ զարգացման փուլերի մեջ են ու առնչությունը իրար հետ շատ փոքր է, այնպես որ նրանք երկուսն էլ առնչվում են ինձ հետ, բայց իրար հետ ցավոք ոչ այնպես ինչպես ես կուզեի։ Շատ հուսով եմ որ կգա ինչ որ տարիք, երևի դա կձուլվի, կմերվի ու կգնա։ Գիտեք, տարիքի մասին խոսելով, ամուսնուս մեծ տղան 27 տարեկան է։ Իմ տղան 6։ Ես չեմ կարող ձեզ նկարագրել նրանց ընկերությունը։ Գուցե 7-ի եւ 1-ի միջև չկա դա։ Քանի որ մեծը գիտակցում է, որ
այսինքն գիտի ինչ հասկանում է որ փոքր է, այնպես որ տարիքային տարբերությունը այո կա, այդ գործոնը գուցե երբեմն երեխաներին իրարից հեռացնում է, բայց երբ մեծանում են, ինչպես իմ ու եղբորս պարագայում, օրինակ 20-ի ու 30-ի տարբերությունը արդեն կարծում եմ շատ լղոզվում է 30-ի եւ 40-ի առավել եւս։ Դե հիմա մենք էլ տանը ունենք շատ մեծ երեխաներ եւ փոքր, որոնք, չգիտեմ, շատ ներդաշնակ են իրար հետ, որովհետեւ մեծերն են շատ դիտակից։ Աննա ջան, հաղորդումը, որը հիմա վարում եք, որը մենք բոլորս, որին մենք բոլորս հետևում ենք, մեր թիմի մասնագետները հաճախ ձեզ մոտ հյուր են լինում։ Դրանք ձեզ օգնում են ինչ-որ մասով։ Թե դա ուղղակի գործ է։ Այսինքն այն թեմաները, որ օրինակ ձեր հաղորդաշարի ընթացքում արծարծում եք, դրանք ձեզ ինչ-որ բան տալիս են, թե չէ։ Այո, շատ։ Առաջին հերթին ինձ տալիս է շփում ծնողների հետ եւ այլ կարծիքների ու տեսակետների հետ ուղղակի առերեսում։ Եվ մենք հաղորդման մեջ հենց այդպիսի նպատակ ենք ունեցել, որ մեզ հյուր գան տարբեր տարիքի, տարբեր մասնագիտությունների հայրիկներ ու մայրիկներ, սովորական մարդիկ, ովքեր կգան տարբեր փորձով։ Մեկը ունի 4 երեխա, մեկը ունի 1, մեկը դեմ է պատվաստումներին, մեկը կողմ է։ Եվ սա ինձ համար էլ շատ լավ միջավայր է ծնողների հետ շփվելու, մասնագետների հետ ծանոթանալու, իմ ծնողական կասկածները ինչ որտեղ փարատելու։ Ես փորձում եմ նաև իմ փորձը բերել, որքան որ հնարավոր է, որպեսզի չլինեմ միայն այդպես մոդերատոր, այդ մի քանի հոգու զրույցը կառավարող մարդ, այլ լինեմ որպես ծնողական այդ համայնքի ներկայացուցիչ եւ նույնիսկ երբեմն իհարկե համաձայն չեմ նրա հետ ինչ ասում են ծնողները, երբեմն այնինչ ասում են մասնագետները կյանքում գետնի վրա իրագործելի չէ, այսինքն իմ մոտեցումը, իմ ծնողական փորձի հետ այս ամենը համադրվում է, երբեմն շատ ներդաշնակ, երբեմն օրինակ, չգիտեմ, մասնագետն ասում է, որ չուտող երեխային միևնույն է պետք է առաջարկել այն սննդամթերքը, որ ինքը չի ուտում։ Մենք բոլորս որպես չուտող երեխաների մայրեր դա արել ենք, չէ՞։ Թեմաների թեմա է։ Օրինակ, արել ենք դա, բայց մեծ հաջողություն չենք ունեցել, կամ էլի բաներ կան, որ լսում եմ ու հասկանում եմ, որ դա դժվար է անել, բայց կարևոր է, որ եթերում այդ խոսքը հնչի ծնողների տեսակետը մոտեցումը եւ այդ ամենը հավասարակշռվի մասնագետի մեկնաբանությամբ։ Այն մեր մոտեցումը սա է։ Հետաքրքիր է, մենք մտածում էինք այդպես անել ոդքասթում, այսինքն լսել հյուրին, ու ինչ որ շրջան արեցինք նախորդ եթերաշրջանում, վերջում մասնագետը իր մասնագիտական կարծիքներ ասում, բայց հասկացանք, որ երբեմն դրանք կարծես գնահատական լինի ծնողների ու ծնողը գալիս է, այստեղ անկեղծանում է, խոսում է, ու վերջում մասնագետը ասենք ինչ որ բան է ասում, վախ եղավ ինձ մոտ, որ մասնագետի կարծիքը կարող է ճնշել ինչ որ ձևով, հա, մեր հյուրի անձնական փորձառությունը կամ կարծիքները կամ մոտեցումները, դա ոնց որ այդպես ենթադրում եմ, որ կարելի է եւ բաց թողնել, ու եթե մի ուրիշ վախ ունեցանք, հայտնի ծնողներ, սելեբրիթիներ եթերում հնարավորին չափ չներգրավել, իհարկե դա դիտողականություն կապահովի, իհարկե դա ռեյտինգ է, բայց երբ գալիս է հայտնի մայրիկ, իսկ մենք հիմա տեսնում ենք, որ բոլոր հայտնի մայրիկները իդեալական են, չէ՞։ Իդեալական բլոգերներ են, իդեալական ծնողավարություն են անում։ Բնական է, որ այդ մարդիկ իրենց այդ տեսակով պիտի կաշկանդեին տնտեսագետ, իրավաբան եւ հրուշակագործ մայրիկին ու զրույցը, այդ խոսակցությունը լիարժեք չէր լինի։ Ես մի գործընկերուհի ունեմ, որը շատ փորձառու լրագրող է, ու ինքն ինձ ասում է, ես չեմ հասկանում բլոգեր մամաները ոնց են անում, ինչի՞ իրանց տունը միշտ մաքուր հավաքած, երեխաները այդքան կոկիկ, իրենք հարդարված, մազերը սիրուն սարկած, ասում լսի դու լրագրող ես, հասկանում ես, չէ՞ որ այդ ամենը անում են նկարահանման ու կադրի համար, բայց տեսեք նույնիսկ այդ փորձառու հեռուստատեսային մասնագետին կաշկանդում է այն հանգամանքը, որ հայտնի ծնողները ցույց են տալիս իդեալական կյանք։ Դե պատկերացրեք, եթե մեր տաղավարում լինեն հայտնիներ, ովքեր ասում են, որ երեխան 8 ժամ քնում է, ամեն ինչ ուտում է, այսինքն այդ իդեալական պատկերը ներկայացնում։ Կարծես իսկական ծնողներ չլինեն։ Ես երբ նայում եմ այդ բլոգերներին, հետևում եմ, զգում եմ, որ այսպես ասեմ, ինձ ավելի կաշկանդված եմ զգում, ավելի սեմացած չասեմ, բայց ավելի սխալական։
ինչ որ բան ինձ անverջ պակասում է, երբ ես հետևում եմ իրենց իդեալական կյանքին, անգամ իմանալով որ դա կադր է, որ դրա հետևում կարող են լինել թափված խաղալիքներ, կարող են լինել չհարդարված երեխաներ, հա, իր այդ հարդարված կադրերում, բայց անգամ ինձ ճնշում է։ Կան այդ ավելի աուտենտիկ ծնողավարություն ցույց տվողներ էլ կան, իրենք էլ հաջողություն ունեն։ Հայերը քիչ են։ Դրսի ծնողներ կան։ Կան, հայերի մեջ էլ հիմա հայտնվում են, որ ավելի անկեղծ են։ Եվ լավից եւ վատից պատրաստ են խոսել։ Հետաքրքիր փորձառություն է, մենք վերլուծում էինք մի օր հոգեբաններով մեր կենտրոնում, թե այդ ինչ բան է, էլի, ինչ անել այս իրականության։ Դա էլ է դարձել իրականություն։ Դա դարձել է ինստագրամյան իրականություն եւ անverջ հորդում է այդ որ սա է ճիշտը, սա է լավ, անգամ Այն որ ես միշտ ասեմ ինչքան ուրախ եմ որ այսքան շատ մարդ խոսում է ծնողավարությունից, որտեվ մեր ծնողի դպրոցով գարուն չեր գա, մյուս կողմից ասեմ ախր բոլորը խոսում են ինչ-որ շատ կատարյալ, շատ ճիշտ, շատ անսխալ, շատ 5 կանոն սրա մասին, 3 հուշում նրա համար, այսպես արա, այսպես կլինի, ու իրոք ոնց ասեցիք իրական կյանքում դա չի աշխատում։ Ոչ միշտ դա որ աշխատում է անմիջապես, ու դա շատ կաշկանդում է ծնողներին։ Իրանք ասում են այսինքն լսեցի, արեցի, չաշխատիր վերջ։ Մեկ ասում են որ դե լավ, ուրեմն մասնագետները սուտ են, իրանց պետք չի լսել, որտեվ չաշխատեց։ Մյուսներն ասում են չէ, պիտի անverջ փորձեմ, ուրեմն ինձ մեջ մի բան են չի, իսկ իրականում ընդհանրապես ժամանակի հարց է։ Ճանապարհը ավելի երկար է, քան այդ մի քանի րոպեանոց ռիլը եւ հիմա մի իրավիճակ է, մի իրականություն է, այո, ճիշտ եք ասում, երբ կարծես թե աշխարհի մարդկության իմաստնությունը խտացել է 1 րոպեանոց ռիլերի եւ սթորիների մեջ եւ այդ մարդիկ որ այո գուցե 5 կանոն եւ 5 ուղեցույց են ասում 15 գիրք են կարդացել դրանք դուրս բերելու համար բայց ավելի հեշտ է 15-ի փոխարեն ստանալ այդ կարճ ցուցումները եւ դրանց հետեւել Սա էլ մեր ժամանակի այդ մեդիասպարման կմաղվի, չէ, կգնաս այնց, ինչ որ պահի կհոգնենք։ Չգիտեմ, չեմ պատկերացնում։ Հələ որ միայն զարգանում է գնալը։ Մեր ոդքասթի այս նոր տաղավարը ինձ օգնել են կահավորել Ֆորտունա խանութից։ Վերջին 3 տարիներին Երևանում իմ ամենասիրած խանութներից մեկն է։ Այնքան ընտիր, ճաշակով, որակով ու զանազան ապրանքներ ու կահույք տան ամառանոցի սրտի համար որ իմ ու իմ սիրելիների համար նվեր ընտրելիս առանց վարանելու գնում եմ ուղիղ Ֆորտունա։ Իսկ նվերքարտերը ուղակի փրկություն են։ Սպասք, ծաղկամաններ, դեկորացիաներ, կահույք, պլեդներ, բույսեր, բոլորը ուղիղ Եվրոպայի լավագույն սրահներից։ Իսկ թե ինչքան հաճախ են խանութում զեղչերն ու հատուկ ակցիաները, ուղակի բաց թողնելու չի։ Ամռանն ընթരാճ խանութում ցուցադրված է ամառային կահույքի լայն տեսականի եվրոպական առաջատար բրենդներից։ Ալումինից, եվրոպլաստիկից եւ տիկի փայտից պատրաստված այս նմուշները կծառայեն տասնյակ տարիներ։ Դրանք այսօր զարդարում են հորեկավ ոլորտի շատ օբյեկտներ ամբողջ աշխարհով։ Ֆորտունան սրտի խանութ է։ Ձեր գնումներն ու նվերները ընտրեք իմ սիրելի Ֆորտունայից։ Արեգը այն տարիքում է, որ չեմ կարող չհարցնել 2 ձեր փորձառություններից, լտեսնեմ արդյոք երկուսն էլ ունեցել եք, թե դեռ մեկի փուլում եք, մեկը մանկապարտեզն է։ Գնացել եմ մանկապարտեզ Արեգ։ Կպատմեք ինչ փորձառություն էր, գնաց հեշտ, գնաց դժվար, ինչ եք կարծում մանկապարտեզ գնալ չգնալու մասին։ Ճիշտ է, որ ասում են իրեն պետք է սոցիալիզացվել 3 տարեկանից, թե իրեն պետք է ընդհանրապես անverջ մայրական, ծնողական, հայրական սեր իրականում, հետո ինքը ոնց է լինի կսոցիալիզացվի։ Մենք մանկապարտեզ գնացինք բավականին ուշ, 3-8 էինք, 4-ին մոտ։ Ես պատկերացնում եի, որ պիտի դժվար լինի այդ ընթացքը եւ ադապտացիան, բայց իմ սպասումներից ավելի հեշտ եղավ։ Չեմ ասում երկրորդ օրը գնաց, ոչ, 3 շաբաթ հետո ինձնից բաժանվեց, բայց ես պատկերացնում եի, որ դա ամիսներ կտևի։ Արեգի վաղ մանկության փուլը համընկավ COVID-ի հետ։ Եվ մենք բավականին փակ ես իմ վախերով, իմ տագնապներով բավականին փակ իրեն պահեցի ընդհանրապես սոցիալական միջավայրերից, քանի որ ունենք մեր բակը, այսինքն միշտ ունենք հնարավորություն բացօթյա խաղալու, օդ շնչելու եւ զբոսնելու, բայց դա շատ երկար ժամանակ մեր բակն էր, ոչ թե Կասկադն ու, չգիտեմ, Արամի փողոցը օրինակ։ Իմ աշխատանքային ռիթմը, մեր կենցաղը ավելի հարմար էր այդպես կազմակերպել, գումարած դրան եղան այդ սահմանափակումները եւ Նաև այդ էր պատճառը, որ ուշ գնաց մանկապարտեզ Արեգը։ Կարող էր ավելի շուտ գնալ, գուցե ավելի հեշտ ու սահուն լիներ։ Վստահ եմ, որ
նույնիսկ եթե երկուսում են տանում, ճիշտ են անում։ Այո։ Երբ որ ինքն էր 2 տարեկան, ես մտածում էի, որ մեղք է, որ խղճում էի նրան, որ ինչ որ բանից կզրկեմ իմ ներկայությունից եւ այլն։ Ես լիարժեք իր հետ ժամանակ եմ անցկացրել 24/7, աշխատանքս այդ շրջանում ավելի թեթև էր եւ այլն։ Մի րոպե չեմ զղջում դրա մասին, չնայած որ կողքից սրա մասին էլ կխոսենք, հա։ Չնայած որ կողքից միշտ ինձ կշտամվել են ու ասել են դե Այ հենց պատմեք, ինչու են կշտամվել։ Ասեմ, ամեն ինչում։ Տեսեք, հիմա ճիշտ հասկանանք, խոսքը ընտանիքի մասին չէ։ Այսինքն մարդիկ մտածում են, որ, չգիտեմ, հարսները բամբասում են սկեսուրներից, ոչ։ Տատիկները երեխայի բարօրությամբ հետաքրքրված երեխայի կյանքի ակտիվ մասնակիցներն են եւ ընտանիքի մյուս անդամները։ Եվ եթե քո մայրը կամ քո սկեսուրը ասում է քեզ, որ այդ, չգիտեմ, գլխարկը հագցրու կամ մի հագցրու, երկու դեպքում էլ ինքը երեխայի բարօրությամբ հետաքրքրված կողմ է։ Սիրուց դրթված, ինչպես ես միշտ ասում եմ։ Բայց ես կշտամբանք շատ եմ ստացել երկրորդ, երրորդ, չորրորդ էշելոնի ծանոթներից, ընկերուհիներից, որոնք ասում են քեզ մի բան ու անցնում են, չէ, իրենք ասում ու գնում են, չեն հասկանում, թե որքան են քեզ տրավմատիզացնում։ Ես սրանից շատ եմ տառապել։ Ինչ են ասել, Աննա։ Երբ ինձ ասել են, օրինակ, շատ երկար ես կրծքով կերակրում, ինչու է դեռ տակդիր դնում, ինչու մանկապարտեզ չես տանում, ինչու ես միայն ձեր տան բակում զբոսնում տար, չգիտեմ, ինչ որտեղ ես դրանից շատ եմ տառապել, չգիտեմ։ Ինձ դա շատ ցավ է պատճառել։ Ինչու, որովհետև անverջ փորձել եք իրենց ակնկալիքներին համապատասխանել, որ լինեք ճիշտ ու լավ մամա։ Այո, ստացվում է, ես պետք է կամ արդարանամ, կամ կոպտեմ այդ մարդկանց, չէ՞։ Ինչպես վարվես այդ դեպքում, երբ քեզ քո ծնողավարման մասին բոլորը միշտ կարծիք ունեն, չէ՞։ Հիմա թողեք այդ երկու գուլպան հագցնեմ, հետո ես ինքս կհասկանամ դա ճիշտ էր թե սխալ։ Չգիտեմ, ես երբեք չեմ խոսում մարդկանց հետ իրենց ավելորդ հարցեր չեմ տալիս, այնց ցուցումներ առավել եւս չեմ տալիս։ Ինչու՞։ Չեք ուզում։ Օրինակ դուք հիմա 6.5 տարեկանի մայր եք, եթե տեսնեք 2 տարեկան երեխայի մոր ինչ որ գործողություն, որը ըստ ձեզ այդքան էլ ճիշտ չի։ Ձեր փորձառությունից, ինչքան որ ունեք, ոչինչ չեք ասում։ Կապ ունի մտերմության աստիճանը, իհարկե։ Կապ ունի արդյոք այդ մարդը ցույց է տալիս իր վարքագծով, որ իմ կարծիքի կարիքն ունի։ Վերջերս ինձ զանգահարել էր իմ բարեկամուհին, երիտասարդ մի մայրիկ, Վարդուհի ողջույն, որ հարցնում էր ինձ, ուզում էր խորհրդակցել պատվաստումների վերաբերյալ։ Այսինքն մարդը հարց ունի քեզ, ինքը հարցնում է, դու պատասխանում ես, ինքը հետո ծանր ու թեթև կանի, այդ որոշմանը կգա ինքնուրույն իր ամուսնու հետ, իր երեխայի համար։ Բայց եթե ինձ չհարցներ ինքը, ես երբեք չէի խոսի իր հետ, ոչ պատվաստումների մասին, ոչ էլ որևէ այլ բանի մասին։ Անկամ եթե շատ ուզում եք, այն որ ախր դու գիտես որն է ճիշտը, դու ուսումնասիրել ես, գուցե ինքդ քո փորձառությունից, բայց ճիշտը մի պահ կանգ առնելն է։ Ինձ համար այդպես է։ Ես չեմ մտնում ուրիշների դաշտ։ Երբ փոխվեց ինչ որ բան, որ ասում էիք շատ ծանր էի տանում, էիով ասեցիք անցյալով, եթե չեմ սխալվում, հիմա այդպես չի։ Չէ, հիմա երևի այդ վաղ մանկության փուլում դու էլ շատ վախեր ու կասկածներ ունես եւ քանի որ խնամքը շատ բաներ կան, տեսեք, ասեցինք կրծքով կերակրում, տակդիր, պատվաստում, չգիտեմ, ինչպես ես լողացնում, ինչպես ես քնացնում, փորի վրա, մեջքի վրա, ինչ-որ թեմաներ կան։ Հիմա արդեն գուցե շատ ասելու բան չկա։ Այսինքն շատ բան չունեն իմ վրա սլակներ ուղղելու, բայց ես օրինակ չգիտեմ, միշտ նեղվում էի դրանից, որ ինձ ինչու են սովորաբար այդ գնահատում տարբեր ծնողների, պիտակավորում, արժեզրկում երբեմն, ինչ է կատարում, ինչու կա այս տենդենսը, ծնող այդ անverջ անհամաձայնությունների, գնահատականների, այդ ռեպլիկների, այդ խորհուրդների, որոնց ոչ մեկ չի հարցրել։ Սա կանցնի մի օր, սա նրանից է, որ ուղղակի մենք բավականաչափ չեմ ուզում ասեմ կիրթ, բայց այտենց լայն առումով կրթված, լայն առումով լայն մտահորիզոնով ենք, դա թե երբեք չի վերանա, միևնույնն է ինչ որ մեկը կգտնվի, որ իսկի խորհուրդ տալ, դու ինչ անես երեխայիդ հետ։ Գուցե սահմանների խնդիր է։ Հետաքրքիր բան է կա։ Գուցե։ Մի բան կա, ինձ հետ մի դեպք է իրավիճակ է եղել, երբ ես ինքս ամուսնացած չէի,
ընկերուհուս հետ խոսում ենք, շատ գեղեցիկ տղա ունի ինքը, եւ միակն է իր որդին, եւ ես տենց մի ամտորեն իրեն ասում եմ, որ ախր այն ինչի ինձ են հիմա ասում, այնքան սիրուն ա քո տղան, դու պետք է մի հատ էլ աղջիկ ունենաս եւ այլն, ընկերուհիս շփտում է, տենց անցնում ենք առաջ, հետո կարճ ժամանակա միջոց հետո մի շաբաթ, երկու շաբաթ անց ես իմանում եմ, որ ինքը ամուսնալուծության ընթացքի մեջ է գտնվում։ Հիմա ինչ ցավ եմ ես պատճառել այդ մարդուն, երբ տեսեք ինչքան լավ բան եմ, չէ՞, ես իրեն կամեցել եւ բարձրաձայնել։ Անկեղծ, որտեվ մոտ եք, ուղղակի ուզում եք, որ այդ լավից շատ լինի։ Բայց ես չգիտեի այդ մարդու կյանքի այդ ժամանակահատվածի իրավիճակը ու ես հաստատ իրեն ցավ եմ պատճառել։ Ու ինձ համար սա երևի թե շատ այդպեսի սկզբունք է դարել, ընդհանրապես չխոսել անձնական կյանքի, ընտանեկան հարաբերությունների, մարդու կյանքի այն դաշտի մասին, որը ինքը ցույց չի, դու ազդակներ, եթե ունես իրենից, որ ինքը ուզում է քեզ հետ քննարկել, խնդրեմ, բայց եթե չէ, մի գնա այդ դաշտ։ Պես խոսքա չէ, ասում է դու բարի եղիր դիմացինի հանդեպ ու երբեք չգիտես ինչի միջով է նա հիմա անցնում։ Մոտապես այդ դաշտից։ Վերադառնալով մանկապարտեզին, հիմա ամփոփում եք մանկապարտեզը, թե արդեն դպրոց է գնում արեք։ Դպրոց է գնում։ Հա, այսինքն նաև այդ փորձ ունեք։ Այո։ Եվ 4 տարեկանից հետո ավելի մերվեց, գնաց, ավելի հեշտ էր։ Այո, տեսեք, պատմեցի նախապատմությունն այնն էր, որ մի քիչ այդ փակ մեր կյանքի շրջանի հետ համընկավ իր 2 տարեկան էր, երբ COVID էր, 2.5-ում սկսում են մտածել մանկապարտեզի մասին, ես այդքան մի տարի էլ ավել ձգեցի, չնայած որ ընտանեկան կյանքի լոգիստիկայի առումով ինձ հարմար կլիներ, որ ինքը շուտ գնար մանկապարտեզ, իմ աշխատանքը, մնացած հարցերը ավելի կարգավորված կլինեին, բայց տաններ եւ շատ լավ դայակ ունեինք, հետո ուրիշ դայակների ծառայություններից փորձեցինք օգտվել, որտեղ մեր դայակը ինքը թորնիկ ունեցավ, ավելի խելամիտ կլիներ շուտ մանկապարտեզ գնալը, բայց այնպես ստացվեց, որ 3-8-ում գնացինք։ Ես գտա մանկապարտեզ շատ ընկերուհիների, ծանոթների եւ գիտեք, տարատեսակ խմբերում միշտ ռեկոմենդացիաներ են հարցնում ծնողները, բայց ես ինձ համար գործոն վերցրեցի տարածքը։ Կողմնորոշվել տարածքով, եթե աշխարհի ամենալավ մանկապարտեզը գտնվում է Նորքի 7-րդ զանգվածում, ես այդքան ժամանակ չունեմ։ Չի կարող այդքան ամենուր 1 ժամ գնալ, 1 ժամ։ Չափանիշ վերցրեցի տարածքը եւ բավականին մոտ մեր տնից պատահական գտա մի մանկապարտեզ, որը արդարացրեց իմ սպասելիքները եւ ավելին։ Պատկերացնում էի, որ երկար կտևի ադապտացիան, 2-3 շաբաթ բարդ էր, որովհետև ես գնում էի եւ օրը այնտեղ էի անցկացնում մի քանի ժամ, հետո աստիճանաբար երեխան սիրեց այդ միջավայրը, սիրեց մարդկանց, երեխաներին ու ամեն ինչ շատ հրաշալի սահուն կերպով տեղի ունեցավ։ Մանկապարտեզի հետ փորձառությունս միայն դրական է եղել եւ այո, համոզված եմ, որ լավ է, որ նախքան դպրոցը երեխան արդեն իր հասակակիցների միջավայրում շփվելու փորձ ունի։ Կան էլի գալու բլոգեր մամաներից, կան բլոգեր մամաներ, այդ թվում նաև Հայաստանում, ովքեր պնդում են, որ դա միֆ է։ Բանը սա է, հա, հիմնական մեսեջը սա է, որ մինչև այդ 5-6 տարեկան երեխան պարզապես կարիք ունի շփվելու իր ամենահարազատ մարդկանց հետ, որ այդ միֆը մենք հորինել ենք, որպեսզի արդարացնենք, որ պիտի ստիպված գնան գործի, պիտի ստիպված երեխային թողնենք ու դա մեզ ինչ-որ ձևով սփոփում է, իրականում ինքը ուղղակի կարիք ունի անսահման շատ սիրո, գուրգուրանքի, շփման նույն եւ կապվածության հենց ծնողների հետ եւ հենց գլխավորապես մոր հետ հատկապես այդ տարիքում դա ինձ համար նորություն էր, անկեղծ ասած լինելով այսքան էս թեմաների մեջ, բայց դա ինձ համար նորություն էր, բայց երբ որ երկար մտածեցի, ինձ թվում է մեկը մյուսին ուղղակի չի հակասում։ Մեկը մյուսի մեջ չի հակասում, չի խանգարում եւ փոխ լրացնում է։ Հա կան ժամեր, հա, ես ասեմ մեր շենքի մոտ կա 2 մանկապարտեզ եւ երբ տեսնում եմ ոնց են իրարից կտրվելով, ճչալով բաժանվում ամեն օր երեխաներ ու ծնողներ, հայր ու որդի, մայր ու զավակ, մայր ու աղջիկ, էականչի ու հետո իրենք մինչեւ 6-ը մնում են այդ 4 պատի մեջ բարեսպուն իմաստով։ Հիմա այս տարիքում հա, այսինքն ես արդեն որ համարյա ուզում եմ թոր ունենալ ու այս տարիքում ես նայելով այդ պատկերին շատ ցավ եմ ապրում։
ասում դե ավելի լավ կլինի։ Հետո ասեմ, բայց չէ որ օրվա մեջ իրենք չեն լացում, օրվա մեջ լավ էլ մերվում են, լավ էլ խաղում են, օրվա մեջ լավ էլ մոռանում են, գուցե հուսով եմ մոռանում են ծնողներին եւ մեկը մյուսին չի հակասում։ Հատկապես կա այդ գաղափարը, որ որակյալ ժամանակ երեխայի հետ դա չպիտի լինի 24/7, դա կարելի է օր ընդամենը կես ժամ։ Բայց կարևորը այդ կես ժամը լինի։ Ասում են չէ։ Հոգեբանները պնդում են, որ կես ժամը բավարար է, որ օրվա իրար չտվածը, նու կոնկրետ հիմա խոսենք, որ ինչ որ ծնողը չի հասցրել երեխային տա, եթե այդ կես ժամը լիարժեք, առանց հեռախոսի, առանց աման լվանալու, առանց հեռուստացույցի, կողքից համակարգչի, կողքից մյուս երեխաների, եթե լիարժեք այդ կես ժամը լսում ես իր պատմությունները, խաղում ես իր հետ, ինքդ էլ մի բան քո աշխատանքից ես պատմում, այսօր սենց եղավ գործի տեղեալ, իրենք ամբողջությամբ բավարարված գնում սկսում են իրենց խաղերով խաղալ։ Հետաքրքիր է։ Հիշալի է իրականում մանկապարտեզի մասին, այո, ես էլ պատմական մի փաստ բերեմ, մանկապարտեզներն ի հայտ են եկել կանանց էմանսիպացիայի եւ պատերազմներից հետո տղամարդկանց տեղ աշխատաշուկայում լրացնելու պահանջով պայմանավորված, երբ կանանց աշխատող ձեռքերի կարիք շատ կար։ Այսօրում հիշում եք ինչ վաղ տարիքից։ Ուղղակի յասլի հասկացություն կար, չէ՞ սովետի թվին, այսինքն մսուրը։ Նու մեր մոտ էլ կար, մենք էլ էինք սովետ ինչ որ ժամանակ եւ շատ վաղ մանկության տարիներից, հենց ամիսներից, այսինքն ուղղակի թողներ երեխային ստիպված։ Բայց տեսեք մի ուրիշ մտքի եմ ուզում գալ։ Իհարկե երեխան օրինակ ասում են Շվեյցարիայում պետական ծառայողների համար, բժիշկների, այդ թվում հրշեջների, ոստիկանության ծառայողների համար մանկապարտեզը 7-ից 7-ն է աշխատում նրանց երեխաների համար, որովհետև նրանք ծառայության մեջ են եւ այդպես է։ Եվ հետազոտություն կա, որ նույնիսկ 12 ժամ 3 ամսականից թե 4-ից կարող են տալ 12 ժամ օտար մարդկանց միջավայրում այդ երեխան գտնվում է ու եթե վստահություն ունի այդ օտար մարդկանց նկատմամբ ինքը իրեն լավ է զգում, բայց ինձ թվում է միևնույն է ծնողի բացակայությունը զգացնել տալիս է եւ տեսեք ավելի հեռու գնանք ազնվականների, թագավորական ընտանիքների երեխաները առհասարակ ապրել են ծնողներից հեռու մի ուրիշ դղյակում, դայակների միշտ դայակների պոլկ, ոնց են ասում, դայակների գնդի վերահսկողության ներքո եւ իրենց ծնողներին չեն ճանաչել ըստ էության, բայց ես կարծում եմ շատ նևրոտիզացված են ամեն դեպքում երեխաները, երբ ծնողներից հեռու են։ Նայում ես ամբողջ կենթանական աշխարհին բացառիկ դեպքեր կան, որ երեխաներին ունենում են եւ անմիջապես մոռանում կամ թողնում մեծ կյանք ու մի տեսակ այդ անբնականությունը կա։ Հիմա խոսում էինք ու հասկացա, որ մի կողմից պետք չի շատ դրամատիզացնել այդ փաստը, որ ստիպված ենք բաժանվել փոքրիկների հետ ու տալ իրենց մանկապարտեզ, որ ինքներս լիարժեք կյանքով ապրենք, ինքնարեալիզացվենք նաեւ այլ տեղերում, չգիտեմ, էլ չխոսամ ինքնախնամքի, հա, ժամերի կամ գոնե րոպեների մասին օրվա մեջ, մյուս կողմից պետք չի նաև դա անվերջ արդարացնել ու ասել դե հա նորմալ է, ինչ է, որ ասма այն կա չէ, այդպեսի խոսքայերը շատ են սիրում, ինձ հետ այդպես են արել, նորմալ էլ մարդ եմ մեծացել։ Հիմա էլի գուցե շատ մեղադրեն ես մտքիս համար, քո կյանքի առաջնահերթությունը դառնում են քո երեխաները։ Հա, փոխվում են, առնվազն առաջնահերթությունները պիտի փոխվեն։ Եվ դա բնական է։ Տեսեք նոր ասում էին, դե երեխա է, էլի թող գնանք, չգիտեմ, գինի խմելու։ Ընկերներ, ես բավականաչափ գինի եմ խմել, շփվել եմ ընկերներ։ 34 տարեկանում եմ ունեցել իմ տղային։ Մինչ այդ ունեցել եմ հետաքրքիր ուսանողական կյանք, 18-19 տարեկանից աշխատել եմ հեռուստատեսությունում, ճամփորդել եմ, ինքնակրթվել եմ, մշակութային կյանքի ակտիվ դերակատար եմ եղել, ամեն ինչ արել եմ։ Հետո իմ կյանքում եկել է մի շրջան, երբ ընկերական հավաքույթները, շոփինգը, ավելորդ անգամ, չգիտեմ, գեղեցկության սրահ գնալը ինձ համար եղել է պակաս կարևոր, քան իմ երեխան։ Եվ դա տարիներով այդպես է եղել։ Ես նախընտրել եմ մեր տանը խալու վրա երեխայի հետ, չգիտեմ, թավալ գալ, խաղալ, հոգնել, ես չեմ ասում, որ ես դրանից չեմ այրվել էմոցիոնալ իմաստով, հոգնել, տրտնջալ, բայց ինձ համար դա է եղել ավելի ցանկալի ու կարևոր, քան նաև այս հայտնի մարդու այդ հասարակական պարտավորությունների փունջը, չէ՞, պարտավորությունները, այսինքն ես գտնում եմ, որ
նորմալ է, երբ ծնողներն ուզում են իրենց աշխատանքից դուրս եղած ժամանակի մեծ մասը անցկացնել երեխաների հետ։ Նորմալ կլիներ առնվազն որ ամբողջ ընթացքում ամեն երեկո գնայինք գինի խմելու, դա էլ հաստատ նորմալ չէ։ Դպրոցից ինչ կասեք, ոնց էր տետ անցումը։ Մանկապարտեզից Էլի շատ լավ։ Ես փաստորեն միշտ իմ սպասելիքները եղել են դեպի վատը, այն իմաստով որ մանկապարտեզում մտածում էի որ շատ դժվար կանջատվի, իսկ դպրոցում արդեն այդ ոնց որ սեպարացիայի այդպիսի խնդիր չունեինք, ինքը ոնց որ հասկանում էր որ ինքը պետք է դպրոց գնա, ինքը գիտեր ինչ է դպրոցը, գուցե նաև մանկապարտեզի փորձն ու մոդելներ իրեն օգնում, եւ ինքը ասած փոքրիկ զինվորիկի նման ամեն առավոտ կհակնվի, չի հակնվի, ես կստիպեմ որ հակնվի, բայց ինքը չի տրտնջում, ինքը շատ հաշտ է այդ մտքի հետ որ հանձնարարություններ ունի անելու, դպրոցն էլ ժամերի առումով բավականին երկար է, դրանից էլ չի հոգնում, ես չգիտեմ ինչպես է այդպես ստացվում, բայց ինքը սիրում է դպրոցը եւ ունի նաև ներքին պարտաճանաչության երևի ինչ որ մի գործոն կա, որ ինքը գիտի որ այդպես է, բոլորը գնում են դպրոց, բոլորը գնում են աշխատանքի, հետո հանձնարարություններ կա անելու, իհարկե սպասում է շաբաթ-կիրակի օրերին, բայց ակադեմիական առումով էլ ես կարծում եմ 6 տարեկան երեխայի համար միանգամից 3 այբուբեն յուրացնելը, իսկ մեր դպրոցում այդպես է, 2 օտար լեզու եւ մայրենի, բայց դա հնարավոր է Աննա։ Ավելին ձեզ ասեմ, պնդում են, որ ինչքան լեզու ուզում եք, փորձեք մինչև 7 տարեկանը սովորեցնել։ Այ դա կլինի հեշտ ու անդառնալի լավ իմաստով եւ հետագա կյանքում այլևս լեզուները, այդ նույն լեզուները ավելի խորությամբ ուսումնասիրելու խնդիր անգամ չեն ունենա։ Չգիտեմ, ես չգիտեմ որն է ճիշտը, որովհետև շատ տարբեր սերունդների երեխաներ ունեմ եւ մեծացրել եմ իրենց։ Վերջի 20 տարին երեխա եմ մեծացնում, դրա համար ինձ էլ այս փոփոխությունները ես էլ եմ նկատում ու վերջնականապես շփոթվել եմ որն է ճիշտը։ Ճիշտն է այդպես շատ ծանրաբեռնել խմբակներով, դպրոցը լավագույն դպրոցով առավոտից երեկո դասը։ Ավակին, այդ մեծին այդպես է կարել, չէ՞։ Մեծին չհարցնեք։ Չեմ ուզում այդ թեման հիմա կապնել, որտեղ շատ սխալներ եմ արել։ Երկրորդին էլ սկսեցի կեսից կանգնեցի, ասի մի րոպե, այն որ մի վարքյան, չէ էլի, չի ուզում 4-րդ դասան է, երաժշտական է, փայլուն նվագում է, ընդամենը լինելով 9 տարեկան, դա էական չի ուզում 9 տարեկանը մտնում է նոր փուլ, ուզում է բակից տուն չգալ, այդ ոչ դու ես կարևոր մամա ջան, ոչ քո դաշնամուր, ես ուզում եմ բակ, ինձ կարևոր է իմ ընկերները, այնտեղ ընդունված լինելը, նույն TikTok-ի երաժշտությունների տակ ինչ որ տրենդային պարեր սովորելը, որ իր համար դա լրիվ այսպես է, որ բոլորը պարում են, ինքն իր գաղափար չունեմ ես ինչ է։ Ու ես հասկացա, որ ինչ որ ձևով կարող է կտրեմ, այդ նույն դպրոց փոխելը, արել եմ այդ սխալները։ Իսկ երբ ասեցի առավոտյան հագնվելը, չգիտեմ ինքն է հագնում, թե դուք եք հագցնում, երբ դպրոցից նաև խոսեցինք հանձնարարություններ կատարելը, մի քիչ եկեք խորանանք այս թեմայի մեջ եւ ձեր կարծիքը լսեմ, կամ գուցե փորձառություն արդեն դուք ասում եք գնա ինքդ հագնվի ու թող դա տևի կես ժամ, թե ես ժամանակ չունեմ արի հագցնեմ, կամ դուք ասում եք արի միասին անենք տնայինը, որտեղ ոնց որ սիրուն չես գրում, ես քեզ կսովորեցնեմ սիրուն գրել, թե ինչ վերաբերմունք ունեք առասարակ դաս անելուն երեխայի հետ։ Կենցաղային առումով չեմ կարող ասել որ շատ ինքնուրույն է, դա էլ բազմանդամ ընտանիքի երևի ֆենոմենն է, որ միշտ կա մեկը, ով այս բաժակը իր փոխարեն կտեղափոխի, կլվանա եւ այլն։ Այո, մի քիչ երկար կտևի գուլպա հագնելը եւ իմ նյարդերի հաշվին, իհարկե, երբ դպրոց ենք շտապում, ես կօգնեմ նրան հագնվել, երբեմն կդնեմ, կասեմ հագիր, եթե, չգիտեմ, ունենք ժամանակ, եթե դպրոցից օրինակ վերադարձել ենք, թող մի կես ժամ ուշ լինի, ոչինչ, բայց ես ընդհանրապես կյանքում ունեմ այդպիսի հակում ինքս ամեն ինչ անելու, բոլորի փոխարեն, իսկ երբ խոսքը երեխայի մասին է, առավել եւս, դաս անելու վերաբերյալ մի փոքր այլ իրավիճակ է, հենց ինքը օգնություն չի ակնկալում։ Գուցե ֆիզիկապես պետք է որ ես լինեմ նույն սենյակում իր հետ կամ կողքը, որպեսզի շատ երկար չնայի առաստաղին, այլ երբեմն սթափվի ու տնայինները ավարտի կամ այդ մի տողը մի քիչ ավելի արագ գրի, որովհետև ես պահանջում եմ, որ շատ երկար չտևի։
Բայց ինքը չի ակնկալում, որ ես խառնվեմ, օգնեմ։ Չեք գալիս կողքը, չեք նստում, չեք հիշեցնում, արեք դասերը։ Մի քիչ, այո, բայց դաս անելու ընթացքում ինքը ինձ հարցեր չի տալիս, ինքը չի ասում, սա ինչպես անեմ, նույնիսկ դեռ լիովին տառաճանաչ չէր եւ մաթեմատիկայի հանձնարարությունը չէր կարող ինքնուրույն կարդալ, բայց ինքը կամ ինտուիտիվ կերպով գիտեր, կամ այդ տեսակի հանձնարարությունները, վարժությունները իրեն ծանոթ էին եւ ինքը ինքնուրույն անում էր։ Ինքը Այսինքն չեք գցում, չեք փրկում, չեք օգնում։ առայժմ չէ, հետո չգիտեմ ինչ կլինի։ Հայ Աննա ջան, մի արեք։ Ես խորհուրդ տալ շատ չեմ սիրում իհարկե, բայց ուղղակի ես այդպես եմ, ես ուղղակի չեմ մոտեցել երկրորդ երեխայիս եւ նա հիմա 6-րդ դասանն է ավարտում, ես չեմ մոտեն։ Աստված շնորհակալ եմ քեզ այդ խելամիտ իմաստության համար, որտեղ այնինչ ես պայքարել եմ, որովհետեւ տատիկները ուղղակի 24/7 կանգնած էին, որպեսզի հարցակվեն եւ փրկեն եւ անեն իր փոխարեն եւ օգնեն եւ որ կատարյալ լինի եւ որ չտանջվի եւ որ արագ լինի եւ այլն, բայց մեծ ջանքեր պահանջվեց ինձանից ու հիմա այնքան շնորհակալ եմ։ Ծնողական չաթերում կաք։ դպրոցի Հա։ Նույն պատկերն է։ Այնտեղ էլ չեն օգնում, չեն թե իրարից դաս են հարցնում ամբողջ օրը։ Սկզբում երբ երեխաները գրել կարդալ չգիտեին, այո, շատ էին հարցնում եւ մի ժամ էր գալիս տկ սկսվում էր այդ բանը։ Հիմա քանի որ արդեն օրագիր են լրացնում, արդեն հիշում են, գրքի մեջ են նշումներ անում, ոնց որ երեխաները ավելի ինքնակազմակերպվել են եւ սկզբում մայրերը իսկապես տենց շատ նևրոտիկ բանի մեջ էին, ստրեսի մեջ էին գտնվում։ Հիմա կարծես թե բոլորը հանգստացել են, որովհետեւ երեխաները իրենց անելիքին սովորել են արդեն։ Համացանցին ոնց եք նայում։ Գոյությանը մեր երեխաների կյանքում, վարքին, սովորություններին, մեր օրինակին։ Այլևս անխուսափելի է համացանցի գոյությունը մեր կյանքում, կենցաղում։ Ինչ վերաբերում է երեխաներին, իհարկե վախեր շատ ունեմ։ Հիմա այն երեխան լիարժեք չի օգտվում եւ չեմ պատկերացնում երբ է ճիշտ սկսել։ Այսինքն այո, երբեմն ուզում է ինչ-որ բաներ նայում է, երբ ես կողքին եմ, ես ինչ-որ կերպ վերահսկում եմ, բայց խաղեր չի խաղում, սմարթֆոնը ինքնուրույն չի կարողանում բացել, հեռուստացույցով YouTube չի կարողանում մտնել, եւ սա մի քիչ իմ որոշումն է, մենք ծնողներով հիմա մի քիչ շուտ ենք հանձնվում երեխաների քմահաճույքներին, բայց ես օրինակ այդ լծակը իմ ձեռքում եմ պահել, որ ես չեմ ասում, արի քեզ ցույց տամ ինչպես հեռուստացույցով YouTube մուտք գործես։ Չէ, ես ասում եմ, երբ կուզես, ասա, ես կանեմ, որպեսզի ինչ որ վերահսկողություն ունենամ, կամ վերցրու իմ հեռախոսը, ահա քեզ իմ կոդը, գնա եւ խաղա։ Ինչից եք վախենում, որ ասացիք վախեր ունեմ։ Կոնկրետ կարող եք ձևակերպել։ Համացանցում կա մեծ քանակությամբ անպատշաճ բովանդակություն, որը այսպես թե այնպես մեծահասակներն էլ են տեսնում եւ սպառում եւ երբեմն ինքդ ինչ որ բաներ ես տեսնում, որ զարհուրում ես։ Ես կարծում եմ 6 տարեկան երեխայի կյանքում ոչինչ չի պակասի, եթե ինքը մի 2 տարի ուշ, չգիտեմ։ Բայց միևնույն է դա համարում եք անխուսափելի։ Դե չի ստացվի այլ կերպ, իհարկե երազեմ, որ օրինակ օրենք լինի սոցիալական ցանցերից տարիքային շեմ սահմանող օրենք լինի, չգիտեմ, կան երկրներ, որտեղ բայց շատ ցածր է դա։ Չգիտեմ, 13, 14, 15 երևի շատ արդեն ֆանտազիաների ժանրից է, բայց հայտնի սերիալը։ Այո, դերահասությունը շարք ենք սկսել դպրոցում, ուզում ենք մանր սկսել։ Ես ինքս չեմ նայել, բայց շատ լսել եմ քննարկումներ եւ որոշ երկրներ այդ ֆիլմի նախադեպը ունենալով հիմա օրինագծեր են մշակում համացանց, ոչ թե համացանցի հասանելիությունը, սոցցանցերի հասանելիությունը սահմանափակելու համար երեխաների։ Իսկ եթե ես ասեմ, որ ավելի վախենալու է ոչ թե բովանդակությունը, այլ կախվածության երևույթը։ Ահմաձայն եմ։ Ես իմ երեխաների վրա հասկացա, որ կախվածության դեմ պայքարում հանձնվել եմ, բովանդակության դեմ պայքարը չեմ էլ սկսել, որովհետև երբ կա առողջ միջավայր, առողջ փոխհարաբերություններ, կիրթ երեկոներ, համատեղ, հետաքրքրություններ, որոնք ճղճիմ չեն, որոնք անորակ չեն,
արժեքներ, որոնք մենք լուր ամեն օր անգամ առանց հասկանալու, գիտակցելու, անգամ դիտավորության փոխանցում ենք այդ երեխաներին, շանսը որ իրենք կընկնեն ինչ որ սարսափելի բովանդակություն սպառելու հետևից ու դա կդառնա իրենց մոտ պահանջ, գրեթե չկա։ Կգա ու կգնա այդ բովանդակությունը, իրենք կհասկանան, որ դա այն բովանդակությունը չի, որ իրանք պիտի նայեն։ Ես որ շատ վախենում էի բովանդակությունից, ընդհանրապես չկանգնեցի դրա առաջ։ Կանգնել եմ այն առումով, որ հա, սենց բան կա։ Հա դու դա տեսար։ Այո, մենք կարող ենք քննարկել, դրա վրա կանգնել ենք, բայց գadgetներից կախվածությունը, այդ ամենօրյա այդ պահանջը, ու ինչքան տարիքը մեծանում ենք, ասենք մինչև 9-10 տարեկան ոչ մի երեխայից մոտ ես դա չեմ 10-ից հետո խենթություն է սկսում ուղղակի։ Գուցե որովհետև բոլոր ընկերներն ունեն։ Գուցե որովհետև իրենք սկսում են հետ ընկնել։ Ասում են մամ իրենք գիտեն այս մարդնով է, ես գաղափար չունեմ։ Բոլորը սիրում են այսինչ մի երգչին, ես բոլորը ապարում են այսինչ տրենդայինից, ես գաղափար չունեմ։ Ու դու հասկանում ես, որ ինքը այդ տարիքում շատ կարիք ունի նույնը լինելու, ընդունված լինելու, մերոնցական մեկը լինելու այդ տվյալ շրջապատում ու արդեն պայքարելն ուղղակի անօգուտ է դառնում։ Այս դրանից եմ վախենում։ Շատ հուսադրող բան եք ասում բովանդակության առումով, որ այո, կգա ու կգնա, լավ է, եթե ձեր փորձը թույլ է տալիս նման եզրակացություն անել։ Կախվածությունն էլ դե մենք ինքներս ունենք այդ կախվածությունը ինչ որ չափով։ Բայց երևի թե հանձնվել պետք չի։ Չէ։ Եթե կարողանանք երեխաների ժամանցը առօրյան լցնել հետաքրքիր եւ օգտակար բաներով, գուցե իրենք շատ չդառնան գերին այդ ամենի։ Այո, իմ ընկերուհին էլ երեխաները ավելի մեծ են, ինձ ասում էր, որ գնում ենք ծննդյան տարեդարձի, բոլոր այդ տրենդերը ապարում են, իմ աղջիկը չգիտի ինչ անեմ ես։ Եվ հանձնվել եմ, որովհետև երեխան ուզում է իր միջավայրի հետ նույնական լինել, ընդունված լինել։ Չգիտեմ, սա ես չունեմ պատասխան, չունեմ մոտեցումս առայժմ այն է, որ պետք է ժամերի առումով սահմանափակում լինի, այսինքն շատ դա ոսկե օրենք շատ փոքր ժամանակահատված եւ գիտեք, երբ շեղում եմ, օրինակ ասում եմ, չգիտեմ, հեռախոսս լիցք չունի, այս պահին չեմ տալիս քեզ, սուտ եմ ասում, բայց գիտեք, մայրերը երբեմն սուտ խոսում են երեխայի բարօրության համար։ Եթե ասում եմ օրինակ հիմա լիցք չկա, բատարիկ, զարյատկա չկա, եւ այլն, լավ չկա, չենք նայի ու չի հիշում, ինքը հետո չի հիշում, որ ինքը ուզում էր այդ հեռախոսը։ Այ դրան պիտի ձգտենք, որ իրենք պահանջ չունենան հեռախոսի։ Տեսեք, շատ հաճախ հեռախոսի մեջ են, որովհետեւ ծնողը չունի ռեսուրս ու ժամանակ հավես այդ բան ինչ որ իշ բան երեխային առաջարկի։ Չկա այլ ընտրանք։ Կա միայն շատ հետաքրքիր, շատ հասանելի, շատ հեշտ դոֆամինի աղբյուր, որը կարելի է անվերջ սպառել եւ մենք էլ ենք այդպես լիցքաթափվում։ Ես հիմա հասկացա, որ այսօր հերթական առավոտյան ամուսինս ասեց, մենք նախաճաշում ենք առանց հեռախոսների, ասեց իր հեռախոսը տվեց մեծից, ասեց դիր հեռու, ու տենց ցույց տալով, որ չէ, վերհիշում ենք, բարբերաբար հիշացնում ենք, որ սնվում ենք որևէ ձևով առանց հեռախոսների, իրար հետ շփելով եւ այլն։ Բայց նաեւ ինձ համար տարօրինակ այն կույր պայքար, որ չէ, ոնց որ մենք միշտ պայքարելու ենք, մեր տանը երբեք չեն լինելու հեռախոսներ, մենք երբեք չենք ցույց տալու հեռուստացույց, չկա հեռուստացույց, չկա հեռախոս, ոչինչ գոյություն չունի, դա էլ մյուս ծայրահեղությունն է, դա էլ է ինձ համար մի քիչ անբնական ամեն դեպքում։ Որտեւ կա իրականություն։ Չեմ էլ հանդիպել նման դեպքերի։ Ես ունեմ երկու։ Չէ, ես կարծում եմ, որ մի քիչ շուտ են հանձնվում։ Օրինակ, չգիտեմ, դպրոց գնաց, դե, չգիտեմ, iPhone նվիրենք երեխային։ Օհո, հետաքրքիր թեմայի կպակ։ Դա նյութական բանն է։ Կամ օրինակ ինքը ուզեց այդ նույն րոպեին տալ իրեն, որ ինքը ունենա իր սեփական օրինակ ինչ-որ պլանշետը, ես հասկանում եմ ինչի, որպեսզի մայրիկը կամ հայրիկը իրենցը չտան։ Այո, առաջարկում են այլ ընտրանքը իր սեփականը, որ ինքը իրենը ունենա կամ հին մոդելի կամ նոր կապ չունի։ Բայց եթե կարող ես մի փոքր հետաձգել, մի քիչ ուշ երեխային այդ կախվածության մեջ գցել, արա դա, այսինքն չհանձնվել, չմտածել, որ ուզեց պիտի անենք այդ ստիմուլ ռեակցիա, այդ հայտնի ոնց որ շղթան երբեմն ընդհատել։ Առնվազն այդ ոլորտում համացանցի ու գadgetների։ Աննա ջան, խրախուսում եք Արեգին եւ ինչպես։ Ցենք բան, ինչ որ մի լավ բան է արել, ինչ որ լավ գնահատական է ստացել, կամ ինչ որ չգիտեմ, օգնել է ձեզ ինչ որ տնային գործերում, ինչպես եք խրախուսում։ Եթե ասեմ, որ միայն խոսքով կմտածեք, որ վատ մայր եմ։ Չէ, բացարձակ։ Այստեղ նախ չեն գնահատում, երկրորդ լավ ու վատ չկա։ Չէ, կարծում եմ, որ առայժմ չենք ունեցել ինչ որ մի նախադեպ, մի իրավիճակ, որին կարելի այնպիսի մի բան, որ
այդպես նյութական խրախուսման կարիք կա։ Իսկ ոնց է ընդհանրապես վերաբերում այդ դեպքում ոչ արեգի պարագայում նյութական խրախուսանքների։ Ինչ է տալիս դա երեխային, ինչ է վերցնում երեխայից, ինչ վտանգներ կան այդտեղ։ Ստացար 10, արկես 5000 դրամ։ Ոյ չէ։ Ինձ օգնեցիր։ Այդ արդեն առևտուր է։ Կգնեմ քո այ ինչու։ Բայց դա աշխատում է, գիտեք, չէ՞։ Ուսումնական process-ում առևտուր, ուսումնական process-ը առևտրի վերածելը առհասարակ կարծում եմ անթույլատրելի է եւ առհասարակ դե հիմա եթե փողի մասին ենք խոսում, մի կողմից ասում են, որ ֆինանսական գրագիտություն այն ինչ մենք չենք ունեցել, հիմա երեխաներին պետք է փոքր տարիքից սովորեցնել փողի հետ գործ ունենալ եւ այլն։ Շատ կուզենայի, որ այդպես չլիներ, գուցե դա ճիշտ մոտեցում է, բայց Դա մի քիչ այլ բան է։ Հա, մի քիչ այլ բան է։ Հա, խրախուսանքի հետ կապ չունի։ Ինչու ըստ ձեզ դա առողջ չի։ Գնահատականի դիմաց, գիրք կարդալու դիմաց, չգիտեմ, մեկ այլ ինքնազարգացման աճի, ուսման համար որևէ տեսակի նյութական խրախուսանք տալ։ Ինչու դա ճիշտ չի ըստ ձեզ։ Գոնե ոչ փող։ Իսկ երբ մենք դասիրակությունը փոխարինում ենք նյութականով։ Շատ եմ հանդիպում դրան ժամանակակից մեր կյանքում, հենց մեր հայ իրականության մեջ։ Ծնողները հենց այդ նյութական ապահովումը փոխարինում են դաստիարակությամբ։ Լավ ծնող լինելու ձգտման մեջ եւ ցուցակի պունկտերի մեջ մտնում են թանկարժեք բրենդային հագուստը, վերջին iPhone-ը, այլ ինչեր կան։ Պլանշետներ ոնց ասեցի։ Հա, այսինքն առաջ են բերում հենց նյութական երեխայի նյութական ապահովման կողմը, որ օրինակ, հա, չգիտեմ, մենք տարին, չգիտեմ, քիչ ֆանտաստիկ բան ասեմ, 8 անգամ հանգստանում ենք արտերկրում, իմ երեխան եղել է աշխարհի լավագույն հյուրանոցներում։ Եվ այ հենց այդ է եւ հետաքրքիր է ինչ են կոմպենսացնում դրանով, չէ՞, որովհետեւ տպավորություն կա, որ երբ մենք մեր երեխայի հանդեպ դասիրակությունը ծնողավարությունը փոխարինում ենք նյութականով, մենք ինչ որ բան ուրեմն պակաս ենք արել։ Գուցե քիչ Թե ուզում ենք անդադ ավելանել։ Գուցե շատ են աշխատում, քիչ ժամանակ են անցկացնում երեխաների հետ, այդպես են կոմպենսացնում։ Գուցե մենք մի սերունդ ենք եղել, որ շատ բան չենք ունեցել եւ միշտ սպասման մեջ ենք եղել, բայց այսպեսի մի բան էլ կա։ Երեխաները, որոնք առաջին իսկ պահանջով կամ առանց նույնիսկ իրենց ձևակերպած պահանջի ամեն ինչ ունեն, մի քիչ սովոր չեն ֆրուստրացիայի երևույթին, այսինքն նրանց պահանջմունքի չբավարարումը կամ բավարարման հետաձգումը իրենց մոտ առաջացնում է շատ բուռն ռեակցիա։ Եվ հետո մեծ կյանքում իրենք այդ նույն ռեակցիաներն են տալիս չունենալով որևէ coping մեխանիզմներ, երբ բարդության առաջ են կանգնում։ Այո, այսինքն մենք իրենց ոնց ասեմ, ես չեմ ասում, որ չգիտեմ, երեխան կոշիկ չունենա։ Դրա մասին չի խոսքը, բայց այս լիության դարում բալանսը պահելու մասին։ Եւ բայց ինձ համար մի քիչ, չգիտեմ, գուցե ինչ-որ մարդկանց նույնիսկ վիրավորեմ այս խոսքով, բայց այդ չափից դուրս թանկարժեք հագուստն ու կոշիկը երեխայի կյանքում ինչ դեր ունեն, ինչու պիտի լինեն։ Եթե հակառակ դրան, այո, գուցե դու չես անցկացնում երեխայի հետ բավականաչափ ժամանակ, բայց դրան նվիրում ես, չգիտեմ, շատ ինչ-որ այնպես top ապրանքանիշի մի բան։ Ինչ է դա տալիս քո երեխային։ Արդյոք փոխարինում է այն, ինչ իրականում պիտի տայինք։ Բացի նրանից, որ հետո գուցե լինի մի պահ, երբ դու չկարողանաս ապահովել այդ կենսամակարդակը եւ արդեն բոլորի համար դժվար է լինելու։ Ես ծնողներ կան, որ այո, այդպես ապահովում են ամեն ինչով, բայց չգիտեմ դասղեկի անունը, բայց չգիտեն, որ այս ուրբաթ սկսվում են արձակուրդները, օրինակ, բայց իրենց երեխան ինչ որ իմաստով նաեւ այնքան է ամեն ինչ ստանում նյութական իմաստով։ Ինձ համար ավելի կարևոր է այս փոքր բաները, չգիտեմ, երեխայի հետ։ Ինձ համար կարևոր է, որ ես իմ երեխային տանեմ ամեն առավոտ դպրոց։ Դպրոցը ունի տրանսպորտային ծառայություն, այո, ինձ միշտ չէ որ հարմար է, բայց դա ես եմ անում, որովհետև այդ րոպեները, այո, ավելի անկեղծ ենք նույնիսկ խոսում այդ բանը պապուչիկի սինդրոմը կա, չէ՞, հա, մեքենայի մեջ կամ քայլելիս, հետո քննարկում ենք տուն գալու ճանապարհին,
մի քիչ խառը բաներ հիմա ասեցինք եւ նյութական է, բայց դրա մյուս կողմում ինչի եմ կենտրոնանում ես նյութական բարիքներով երեխային ապահովելու վրա, որովհետեւ մեր հասարակությանը բնորոշ է մի քիչ այդ ցուցամոլությունը եւ մենք այդ տենց բաներ ենք անում եւ մեր ուշադրությունը պարզապես ուրիշ մանրուքների վրա պիտի սևեռենք ու կենտրոնացնենք, բայց մենք ֆիքսված ենք այդ ցոփ ու շվայտ կյանքի վրա առհասարակ որպես հասարակություն։ Երբեմն նույնիսկ մեծերս ենք այդ։ Երբեմն նույնիսկ դրա իրական հնարավորությունները չունենալով, քիչ եկամուտ ունենալով վարկ ենք վերցնում, փորձում ենք ցույց տալ ինչ որ անհասկանալի գլամուրային կյանք, հեռախոս ենք գնում, թեև տուն որ մտնես, տեսնում ես այդ մարդիկ բացարձակ անբարենպաստ պայմաններ ունենան։ Իրականում մեծ վտանգը ըստիս այդ նյութի նա է, ընդհանրապես երեխայի կյանքի ամեն բաց այսպես գցվել ու լցնելու վտանգը նա է, որ երեխային զրկում ենք բացական հույզերի հետ ինչ որ ձև գլուխ հանելու, ինքնասփոփվելու, այլ ընտրանքներ փնտրելու, եթե ինչ որ բան բավարարված չի, ինչ որ պահանջում, դրանից մեծ վտանգ ինձ թվում է այդ նյութը չի տալիս։ Քան զրկել երեխային ծանծրանալու այդ պահից, հա, հենց ձանձրանում չէ, որ ինձ պետք է մի հատ խմբակ տանեմ, կամ հակառակ, ուրեմն ես լավ մայր չեմ, ինքը ձանձրացավ, ինչ որ պապ նոր խաղալիք է փնտրում, բայց նաև ինքս որպես մայր զգացել եմ, որ երբ այդ խաղալիքները 80 հատ են, որևէ մեկ արժեք չունի։ Ինքը ոչ մի բանով հետաքրքրված չի։ Հետո սկսեցի այդ մեթոդը կիրառել, որ հավաքում էի ինչ որ խաղալիքների մի խումբ, պահում մի ամիս։ Այն մի խմբով էր խաղում, հետո այն խումբն էի հավաքում։ Նա նորից հանում էր, որ գոնե մի քիչ մոռացված լինի։ Իսկ մենք դա չենք ունեցել։ Երբ ես փոքր էի, այդպես չէր։ Ես մի տիկնիկով տարիներով խաղացել եմ, որտեվ այլ տիկնիկ չկար ուղղակի։ Ոչ թե չկար, որտեվ ֆինանսապես չէին կարող շատ ծնողներ թույլ տալ, այլ ուղղակի չկար։ Խանութներում սովետում կար մի տիկնիկ։ Ամեն օր երեխային խաղալիք առնել։ Մենք հիմա ամեն օր եթե խանութ մտնենք երեխայի հետ, շատ հնարավոր է որ ամեն օր մի բան առնենք։ Ու արժեք չունի, մենք առնում ենք։ Ինքը մի քանի ժամ հետո ձանձրանում է։ Մի քանի ժամ հետո այդ մեքենան, այդ տիկնիկը, այդ խաղը ուղղակի միտեղ դրված են, ուղղակի չկան արդեն։ Դա վտանգավոր։ Աննա, որն է ամենամեծ մարտահրավերը, որ այսօր հենց այս տարիքում, գուցե այս ժամանակաշրջանում, որում ապրում ենք բոլորս, գուցե զուտ տարեկի տարիքով պայմանավորված, գուցե ձեր կյանքի տարբեր պայմաններով պայմանավորված, ամենամեծ մարտահրավերը, որ ունեք այսօր որպես ծնող։ Երեխայի կյանքի յուրաքանչյուր փուլ իր մարտահրավերն է վերում, չէ՞։ Չգիտեմ։ Հիմա եթե փուլերով հիշենք, օրինակ կն սկսելն է մարտահրավեր, հետո ավարտելն է մարտահրավեր, գիշերանոթից օգտվելն է մարտահրավեր, ամեն ինչ, բոլոր փուլերը մարտահրավեր են, հետո անցնում ես ու ժպիտով ես հիշում, հետո կարող ես ինչ-որ մեկի հետ քո փորձից խոսել, արդեն քո սխալները նկատի ունենալով եւ մեր ծնողական ժողովում ես հաճախ երբ լսում եմ ծնողներին հետ եմ գնում եւ իմ սխալներից եմ մեջ բերում նաեւ այս մեր հաղորդումը ինձ ստիպում է մտածել որ մարտահրավերները շատ են ու կյանքի ամենատարբեր փուլերում դրանք պետք է երեխայի հետ անցնես ընտանիքիդ հետ միասին անցնես գլոբալ Երևի թե այսպես պատասխանեմ, որ երեխայի կյանքի տարբեր փուլերում մարտահրավերները տարբեր են, բայց դու միշտ նույնքան լարված ես դրանց մոտենում։ Իհարկե, ծնողական փորձը մի քիչ ազատություն է տալիս, եւ ես որպես մայր հիմա նույնը չեմ, ինչ օրինակ Արեգի 1 տարեկանում կամ 2 տարեկանում էի, հաստատ։ Ես էլ եմ ասել, որ չէ որ մեր կյանքի տարբեր փուլերում էլ մենք տարբեր ձև ենք մարտահրավերները ընկալում։ Ես հիմա շատ հանգստացել եմ։ Ես սկզբում շատ տագնապային մայր եմ եղել, շատ, բայց այդ հորմոնալ մայրության շրջանը երբ անցել է, երևի թե ամեն ինչ ավելի կշռադատված եմ սկսել անել։ Գիտեք, մարտահրավերները շատ են, դե տղաների պարագայում նաև սոցիալական իր այդ փոքր միջավայրում, չգիտեմ, ինքնահաստատվելու, ընկերներ ձեռք բերելու, սեփական ուժը ցույց տալու, հիմա երևի այդպիսի բաներ կսկսվեն։ Ամփոփեմ ամեն ինչն է մարտահրավեր, ամեն ինչը։ Հետագայում կլինի, չգիտեմ, մասնագիտության ընտրությունը, կրթության մեջ գուցե ինչ որտեղ թերանա դա որպես մարտահրավեր ընկալեմ, որ չգիտեմ, օրինակ, քիմիան լավ չի հասկանում եւ մտածեմ, որ դա շատ մեծ ողբերգություն ու բան է, բայց հետո մի քիչ հեռանամ այդ խնդրից, տեսնեմ, որ չէ։ Իսկ որն է ամենամեծ երջանկությունը ձեր այսօր որպես ծնող։
որ իմ տղան կա առհասարակ, ինչպեսին որ ինքը է, իր բարդ բնավորությամբ, իր տարիքային ճգնաժամերով, իդեպ փոքր տարիքի ճգնաժամեր առանձնապես չեն եղել, ես եմ եղել ճգնաժամի մեջ, ոչ թե ինքը։ Սովորաբար այդպես է լինում է։ Հիմա չէ, հիմա մի քիչ տենց փոխվել է դպրոցի ի հայտ գալի իր կյանքում, իրեն շատ է փոխել, ինքը ասենց հիմա մի քիչ շատ ասենց բուրըն աշխուժ, ժիր, անդադար տղա է դարձել, առաջ շատ հանգիստ է։ Երջանկությունը իր գոյությունն է։ Շնորհակալ եմ Աննա ջան զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։